ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության, նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն եւ դրա եթե ես հատուկ կարդացի կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդը անձնական բոլոր բաներից, բոլոր այսպես արտոնություններից կամավոր զրկվում է։ Իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք։